Բարի երեկո հարգելի ֆուտբոլասերներ, այսօր մենք ականատես կլինենք Մարսել եւ Մանչեսթեր Սիթի ֆուտբոլային թիմերի հանդիպմանը։ Կարող եմ ներկայացնել թիմերի հայտարարությունը Մարսելի կազմը հետևյալն է. Հայրոյան դարպասապահ, Վարդանյան պաշտպան, ձախ պաշտպանի դիրքում է Խան Վարդանյանը, Գրիգորյանը կենտրոնական պաշտպանի դիրքում, Ջուլհակյանը աջ պաշտպանի դիրքում, Մանուկյանը ձախ կիսապաշտպանի դիրքում է հանդես գալի այսօր, Հայրոյանը կենտրոնական կիսապաշտպանի դիրքում 11 համարի ներքո, Զանյանը 10 համարի ներքո հանդես է գալիս աջ կիսապաշտպանի դիրքում, իսկ Իսկանդարյանը կենտրոնական հարձակվողի դիրքում է հանդես գալիս 17 համարի մարզաշապիկով։ Ներկայացնեմ Մանչեսթեր Սիթի ֆուտբոլային թիմի կազմը։ Համար 1 Մուրադյան դարպասապահն է, Սիլա համար 2 կենտրոնական կիսապաշտպան, 4 համար Կլգաթյան նորից կենտրոնական կիսապաշտպանը արդեն ավելի աչքաշփոթ է նա հանդես գալու, Պողոսյանը 10 համարի դիրքում հանդես է գալիս իսկ կենտրոնական կիսապաշտպանի դիրքում, Ահլավերդյանը 44 համարի դիրքում հանդես է գալիս նույնպես կենտրոնական կիսապաշտպանի դիրքում, Սահակյանը եւ Վարդանյանը եզրային կիսապաշտպանների դիրքում են հանդես գալիս, իսկ Անտոնի Գաբրիելյանը հանդես է գալիս կենտրոնական հարձակվողի դիրքում։ Ինչպես տեսանք, սկսել է հանդիպումը արդեն։ Գնդակը ներկայությամբ գտնվում է Մանչեսթեր Սիթի մոտ։ Իդեալական փոխանցման հեղինակ է դառնում Յուհում, պարզապես մի փոքր ուժեղ է ստացվում փոխանցումը։ Դարպասից կսկսի խաղալ Մարսելի թիմը։ Ներկա պայծրությամբ Նարեկ Իսկանդարյանի մոտ է գտնվում գնդակը, Նարեկ Իսկանդարյանը արջ է շարժվում։ Այստեղ կարծես թե կար խաղի կանոնների խախտում։ Հարված կլինի դարպասից։ Դարպասապահը գնդակը փոխանցեց Կլգաթյանին։ Բարձրից փոխանցում է գալիս դեպի կենտրոնական հարձակվողի դիրք, Զանյանի մոտ է գնդակը, Զանյանը շարժվում է առաջ, այստեղ կարողանում է Ալավերդյանը խլել գնդակը։ Փոխանցումներ են կատարում իրար շատ ճշմարիտ, Անտոնի Գաբրիելյանն է գնդակով։ Շատ լավ կարողանում է չլել գնդակը Նարեկ Իսկանդարյանը։ Գնդակը այս ներկայությամբ գտնվում է Սիլիայի մոտ, փոխանցում է կատարում դեպի Ալավերդյանը, այստեղ կարողանում է Հայրոյանը խլել գնդակը, սակայն կարողանում են Մանչեսթեր Սիթի ֆուտբոլիստները անմիջապես ետ վերադարձնել։ Գաբրիելյանի մոտ է գնդակը ներկայային, փոխանցում է կատարում հետ դեպի Սիլիային, փոխանցումը կատարվեց նորից դեպի Ալավերդյանին, այստեղ կարողանում է Մարսելի թիմը չլել գնդակը, Սիլիայի մոտ է գնդակը ներկայությամբ, փոխանցում Գաբրիելյանի, Ալավերդյանը փոխանցումը չկարողացավ հաջող իրականացնել, ներկայությամբ դերևս շարունակում է Մանչեսթեր Սիթիի գրո, փոխանցում կատարվեց Ալավերդյանի ուղղությամբ,
Հետ փոխանցում դեպի Սիլային։ Եզրը փոխեցին եւ ներկայությամբ արդեն առաջի փոխանցում են փոխում կատարել Բարդվիկ։ Manchester City ներկայությամբ գտնվում է 4-րդ հորիզոնականում, ունի 7 խաղ, 1 ոչ ոքի եւ 2 պարտություն, իսկ Marseille թիմը ունի 8 խաղ, գտնվում է 16 հորիզոնականում, ունի 8 խաղ, 1 հաղթանակ, 1 ոչ ոքի եւ 6 պարտություն, 4 միավորով գտնվում է 16-րդ հորիզոնականում։ Սիլայի մոտ է գնդակը ներկայությամբ փոխանցում են կատարում Ալահվարջյանի մոտ է գնդակը փոխանցում է դեպի կատարում Բաղրամյանին, ներկայությամբ Նարեկ Իսկանդարյանի մոտ է գնդակը, կարողանում է Manchester City ֆուտբոլիստները Վարդանյանը ավելի կոնկրետ խլել գնդակը, ներկայությամբ նորից վերադարձավ գնդակը Վարդանյանի մոտ եւ նորից կարողացան Manchester City ֆուտբոլիստները ճշգրիտ խլել գնդակը Marseille ֆուտբոլիստներից Ներկայությամբ գնդակը գտնվում է Բաղրամյանի մոտ, Բաղրամյանը փոխանցում է կատարում դեպի Վարդանյանի, ներկայությամբ Գաբրիելյանի մոտ է գնդակը փոխանցում են կատարում Սահակյանի մոտ է գնդակը եւ Marseille ֆուտբոլիստներից պաշտպանները կարողանում են ճիշտ խլում իրականացնել եւ կարծես թե հարված կլինի դարպասից Գնդակը խաղի մեջ կմցնի Marseille-ի պաշտպանը Չկարողացան հաջող փոխանցում իրականացնել դեպի դարպասից, այստեղ Զանյանը կարողանում էր խլել գնդակը եւ փոխանցում էր ցանկանում կատարել դեպի Նարեկ Իսկանդարյանը, սակայն այդքան էլ հաջող չընթացավ գնդակը։ Նարեկ Իսկանդարյանը եզրային նետում իրականացնի ներկայությամբ Զանյանի մոտ է գնդակը, Զանյանը հարվածում է, սակայն այդքան էլ նպաստավոր դիրքում չէր գտնվում նա։ Շարժվում են առաջ Manchester City ֆուտբոլիստները, Գաբրիելյանի մոտ է գնդակը եւ եզրային նետում իրականացնում Manchester City ֆուտբոլիստները։ Փոխանցում դեպի ներկայությամբ գտնվում է գնդակը Ալահվարջյանի մոտ, սխալ փոխանցման հեղինակ է դառնում Ալահվարջյանը։ Վարդանյանի մոտ է գնդակը, Գաբրիելյանը փորձում է Բարսիկ փոխանցում իրականացնել, սակայն չի ստացվում, փոխանցում է Սալիին։ Փոխանցումը գնաց դեպի Ալահվարջյանի ուղղությամբ, ներկայությամբ գնդակը գտնվում է Եվ չկարողացան ճիշտ հարված իրականացնել Manchester City ֆուտբոլիստները, սակայն արդեն տեսանք, որ լուրջ վտանգավոր պահ կարողացան ստեղծել Manchester City ֆուտբոլիստները Marseille ֆուտբոլիստների համար 44 համարի մոտ է ներկայությամբ գնդակը փոխանցում դեպի Գաբրիելյանին Գաբրիելյանը փոխանցում է կատարում դեպի 44 համարի ֆուտբոլիստը Ալահվարջյանի ուղղությամբ Ալահվարջյանը փոխանցում հետ կատարեց դեպի իր խաղընկերոջը, սակայն չկարողացավ փոխանցումը ճշգրիտ տեղ հասնել եւ նորից Ալահվարջյանի մոտ է գնդակը տեսնենք ինչ կանի նա փոխանցում է կատարում դեպի 18 համարի ֆուտբոլիստին եւ փոխանցում դեպի կենտրոն, սակայն չկարողացան Manchester City ֆուտբոլիստները ռեալիզացնել հարվածը Նա դարպասից կսկսեն արդեն Marseille ֆուտբոլիստները, քանի որ գնդակը խաղից դուրս եկավ։ Փոխանցում դեպի առաջ, Զանյանը չի կարողանում հասնել գնդակին։ Ալահվարջյանի մոտ է գնդակը։ Շարժվում է առաջ Վարդանյանը, Վարդանյանը կարողանում է Վարդանյանից խլել գնդակը։ Այս պայծությամբ Ալահվարջյանը չթողեց իրեն անցնի Marseille ֆուտբոլային թիմի 9-րդ համարի ֆուտբոլիստը Սալիի մոտ է գնդակը։ Փոխանցումը դեպի 18 համարի ֆուտբոլիստը Սալիի մոտ է գնդակը, Սալին փոխանցում է կատարում դեպի Կլգաթյանը փոխանցում է կատարում եւ այստեղ կարողանում են Marseille ֆուտբոլիստները հաջողությամբ պաշտպանել իրենց դարպասները
խաղացիչները Եզրային անկյունային հարված կլինի ներկայությամբ փոխանցում են միանգամից կատարում եւ հարվածը շեղեր մի փոքր ընթացավ բայց կարող էր սպառներ բավականին Մարսելի թմի դարպասին հիմա խաղից կսկսեն արդեն Մարսելի ֆուտբոլիստները փոխանցումներ են կատարում Մարսելի ֆուտբոլիստները եւ այստեղ Manchester City-ն գրեթե կարողացել էր խլել գնդակը, սակայն Հայրյանը կարողացավ ետ վրա դարձնել, Նարեկ Իսկանդարյանի մոտ է գնդակը ներկապային, փոխանցում դեպի կենտրոն եւ այստեղ կարողանում է Manchester City դարպասապահը իդեալական հանդես գալ եւ դուրս բերել գնդակը իրենց կիսադաշտից։ Գնդակը գտնվում է ներկայացում 10 համարի մոտ, փոխանցում դեպի Գաբրիելյանի եւ այստեղ նորից կարողանում է Նարեկ Իսկանդարյանը փրկել խաղի ընթացքը եւ պաշտպանում է իրենց դարպասները։ Անկյունային հարվածի ականատես կլինենք։ Ներկայությամբ ավելի շատ վտանգավոր պայեր է կարողանում ստեղծել Manchester City ֆուտբոլային ակումբը, սակայն Marseille ֆուտբոլային ակումբն էլ եւս մի քանի անգամ արդեն ունեցավ լավ բավականին ստեղծված պայեր, սակայն ոնց հասկանում եմ թվերի երկուսի մոտ ներկայությամբ կա ռեալիզացիայի խնդիր, բայց դեռևս ականատես ենք լինում բավականին դիտարժան խաղի, երկու թիմերն էլ փորձում են պայքարել հաղթանակի համար։ Սալի մոտ է գնդակը փոխանցում է կատարում դեպի Գաբրիելյան, Գաբրիելյան հետ փոխանցում դեպի 6 համարի, 6 համարը փորձում է Բարտից փոխանցում, այստեղ հարված եւ գոլի հեղինակ է դառնում Գոլի հեղինակ են դառնում Manchester City ֆուտբոլիստները Սահակյան 9 համարի մարզաշապիկով խաղացող ֆուտբոլիստը կարողանում է այսօր երազանց գոլի հեղինակ դառնալ։ Զանյանը կարողացավ սկսել խաղը, ներկայությամբ Մարսելի մոտ է գնդակը, 1-0 հաշիվը բացում է Սահակյանը, փոխանցում է կատարում դեպի Հայրյանին, Հայրյանը փոխանցում է կատարում դեպի Զանյանը, սակայն Զանյանը չկարողացավ հասնել գնդակի ուղղությամբ։ Ալահվարդյանի մոտ է գնդակը, առաջ է շարժվում Ալահվարդյանը, փոխանցում է կատարում դեպի Սալին, տեսնենք ինչ կանի, փոխանցում նորից Ալահվարդյանին, Ալահվարդյանը փոխանցում է Գաբրիելյանին, Գաբրիելյանը փոխանցում է 10 համարի մարզաշապիկով ֆուտբոլիստին, Գաբրիելյան նորից եւ այստեղ կարող է Նարեկ Իսկանդարյանը խլել գնդակը Manchester City ֆուտբոլիստներից, կարծես կլինի տուգանային հարված։ Զանյանի մոտ է գնդակը ներկապային, Զանյանը փորձում է առաջ շարժվել, սակայն Սալին կարողանում է խլել գնդակը Զանյանից։ Ներկայությամբ եզրային նետում կիրականացնել Մարսելի ֆուտբոլիստները։ Եվ Հայրյանը կիրակցնի եզրային նետումը, փոխանցումը դեպի Իսկանդարյանին, Նարեկ Իսկանդարյան հարված եւ այստեղ կարողացան Manchester City-ի պաշտպանները փակել գնդակի ճանապարհը եւ փորձում են դուրս գալ իրենց կիսադաշտից, Գաբրիելյանի մոտ է գնդակը ներկայությամբ, Սահակյանը գնդակով առաջ է շարժվում, պետք փոխանցում կատարած դեպի Գլգացյանը, Սիլիայի մոտ է գնդակը, փոխանցում դեպի Գաբրիելյան, Գաբրիելյանը փոխանցեց 18 համարի մարզաշապիկով ֆուտբոլիստին, Վարդանյանին, նորից փոխանցում դեպի Ալահվարդյան, փոխանցում դեպի Գաբրիելյանին, Գաբրիելյանը բաց է թողնում գնդակը եւ հարված այստեղ կարողանում է Մարսելի դարպասապահը փրկել գնդակը։ Անկյունային հարված կիրականացնում Manchester City ֆուտբոլիստները, Ալահվարդյան փոխանցումը դեպի Վարդանյանի ուղղությամբ, Վարդանյանը փոխանցում է Գաբրիելյանին, այստեղ հարված կտեսնենք եւ կարողանում է Մարսելի դարպասապահը ճիշտ փրկել դարպասը եւ նորից առաջ են շարժվում Manchester City ֆուտբոլիստը Ալահվարդյան, փոխանցում դեպի կենտրոն եւ այստեղ
կարողանում են նորից եւ նորից Մարսելի դարպասապահը փրկել խաղը։ Նարեկ Իսկանդարյանը փոխանցում է կատարումը դեպի Զանյանին, Զանյանը շարժվում է առաջ։ Նարեկ Իսկանդարյանը կարողացել էր նպատակավոր դիրք գրավել, սակայն փոխանցում չստացավ, Զանյանը փորձեց հարված իրականացնել, սակայն այդքան էլ հաջող չընթացավ հարվածը։ Սալիի մոտ է գնդակը։ Փոխանցում դեպի Ալավարդյան։ Ալավարդյանը գնդակով շարժվում է առաջ։ Փոխանցումը դեպի Սահակյանի ուղղությամբ, նորից Սահակյանի մոտ է գնդակը, այստեղ կարողանում են Մանչեսթեր Սիթիի ֆուտբոլիստները սխալ փոխանցում են իրականացնում եւ չեն կարողանում հաջող անցում իրականացնել այստեղ Զանյանը շատ գերազանց հարված եղինակ է դառնում, դարպասը ձողին է դիպչում գնդակը, Նարեկ Իսկանդարյանի մոտ է գնդակը փոխանցում դեպի Զանյանին եւ այստեղ կարողանում է Սալին փրկել դարպասները, Սիլան փրկել դարպասները, Գաբրիելյանի մոտ է գնդակը Գաբրիելյանից փորձում էին խլում կատարել Հայրոյանը, սակայն չհաջողված, Ալավարդյանի մոտ է գնդակը, փոխանցումը դեպի Վարդանյանին, Սիլայի մոտ է նորից գնդակը, Սիլան փոխանցում է կատարում դեպի Սահակյանի ուղղությամբ, փոխանցում կատարվեց դեպի նորից Գաբրիելյանին, նորից փոխանցումը գնաց դեպի 4 համարի ֆուտբոլիստին, այստեղ բավականին արդեն պասիվ ոլորտում է գտնվում այսպես ասած խաղը, ավելի քիչ են գերողները զարգացում ներկայությամբ, Սիլան կարողանում է անցնել Մարսելի ֆուտբոլիստին եւ պասի փոխանցում է կատարում Գաբրիելյանի մոտ է գնդակը, Գաբրիելյանը փոխանցում է կատարում Ալավարդյանին, Ալավարդյան հարված եւ այստեղ նորից կարողանում է Մարսելի դարպասապահը փրկել դարպասները եւ եւս մեկ անգամ կարողանում է հիանալի սեյվի հեղինակ դառնալ Մարսելի դարպասապահը։ Անկյունային հարվածի իրավունք են վաստակում Մանչեսթեր Սիթիի ֆուտբոլիստները եւ կարծես թե փոխարինում է տեղի ունենում Պողոսյանը դուրս գալիս դաշտ եւ Գաբրիելյանը դուրս է գալիս դաշտից եւ խաղարկում են գնդակը Մանչեսթեր Սիթիի ֆուտբոլիստները Պողոսյանի մոտ է գնդակը Պողոսյանը շարժվում է առաջ փոխանցում հետ Սիլային տեսնենք Սիլան ինչ կանի այս դրվագում Սիլան փորձեց փոխանցում կատարել դեպի կենտրոն սակայն այդքան էլ հաջող չընթացավ այստեղ Մարսելի ֆուտբոլիստները փորձեցին ետ մղել գնդակը սակայն նորից հայտնվեց Սիլայի մոտ Զանյանն է պայքարում Սիլայի հետ, ներկայությամբ Սիլան փոխանցում կատարեց դեպի հետ դարպասապահը եւ այստեղ գնդակը ներկայությամբ գտնվում է Գլկաջյանի մոտ Պողոսյանը փոխանցում է կատարում դեպի Վարդանյանը, Վարդանյանը փոխանցում կատարում դեպի կենտրոն, ներկայությամբ նորից գտնվում է գնդակը Պողոսյանի մոտ, Պողոսյան տեսնենք ինչ կարողանան անել Մանչեսթեր Սիթիի ֆուտբոլիստները եւ եզրային նետումի իրավունք են վաստակում, ներկայությամբ Հայրանը դուրս է հանում գնդակը դաշտի սահմաններից Փոխանցումը դեպի կատարվեց դեպի Պողոսյանը Ալավարդյանի մոտ է գնդակը, Ալավարդյանը հետ փոխանցում է կատարում դեպի Վարդանյանի ներկայությամբ բավականին նպաստավոր դիրք է հարվածի համար եւ հարված եւ այստեղ բարձր է ընթանում գնդակը եւ նորից դարպասի կսկսեն Մարսելի ֆուտբոլիստները խաղը Փոխանցումը դեպի 88 համարի մարզապետի երիտասարդի ուղղությամբ Զանյանի մոտ է գնդակը, Զանյանը հարված է կատարում եւ այստեղ նորից բարձր են ընթանում գնդակը։ Անկյունային հարվածի իրավունք են վաստակում Մարսելի ֆուտբոլիստները։ Եվ տեսնենք ինչ կկարողանան կատարել այս անկյունայինից։ Այստեղ փոխանցումը այդքան էլ հաջող չի ընթանվում անկյունայինից։ Ալավարդյանի մոտ է գնդակը Ալավարդյանը կարծես փոխանցում է կատարում դարպասապահի ուղղությամբ, Սիլայի մոտ է գնդակը, Սիլան առաջ է շարժվում գնդակով, Սիլան փոխանցումը կատարում է Պողոսյանի ուղղությամբ, Պողոսյանը փոխանցեց 18 համարի մարզաշապիկով ֆուտբոլիստին եւ փոխանցում դեպի կենտրոն, տեսնենք ինչ հարված եւ նորից կարողանում է Մարսելի դարպասապահը փրկել խաղը եւ ավել գոլ բաց չթողնել։ Այսօր Հայրոյանը պարզապես փայլում է իր ցուցադրած խաղով, Մարսելի դարպասապահն է հիշեցնում Հայրոյանը։ Այստեղ նորից Մանչեսթեր Սիթիի ֆուտբոլիստների մոտ է գնդակը Պողոսյանը չի կարողանում փոխանցումը ճիշտ ընդունել եւ դուրս է գալիս դաշտի սահմաններից եւ Հայրոյանը կսկսի խաղը կարծես թե դարպասներից եւ
տեսնենք թե ինչ կկատարեն Մարսելի ֆուտբոլիստները։ Վարդանյանը փոխանցում է կատարում դեպի կենտրոն, սակայն չի հաջողվում։ Ալավարդյանը կարողանում է ճիշտ խլել գնդակը։ Պողոսյանի մոտ է գնդակը, Պողոսյանը շարժվում է դեպի առաջ, կարողանում է անցում իրականացնել եւ տեսնենք հարված կտեսնենք այս ժամանակ եւ չեն կարողանում Manchester City ֆուտբոլիստները հարված իրականացնել, Մարսելի ֆուտբոլիստները ճիշտ պաշտպանություն են կարողանում իրականացնել եւ անկյունային հարված նորից կտեսնենք Manchester City-ի կողմից արդեն բավականին շատ անկյունայիններ ենք տեսնում այս խաղում Manchester City-ի կողմից Ալավարդյան հարված եւ մի փոքր չերեքից որպեսի գնդակը մտներ գոլերը շատ լավ հարվածի հեղինակ է դառնում Ալավարդյանը, հիմա խաղը շարունակվում է արդեն Մարսելի մոտ է գնդակը Զանյան, Հայրոյանը չկարողացավ խլել գնդակից, գնդակը Պողոսյանից, Պողոսյանը եւ հարված եւ արդեն մի փոքր էր բաժանում նորից գոլից Manchester City ֆուտբոլիստերին Manchester City ներկայությամբ ցույց է տալիս ավելի ակտիվ ֆուտբոլ եւ ավելի շատ հարվածները իրականացնում Մարսելի դարպասներին Այստեղ շարժում է Մարսելի թիմը առաջ, փոխանցումներ են կատարում 88 համարի մարզաշփիկով ֆուտբոլիստը փոխանցումը կատարեց դեպի Վարդանյանը, Վարդանյանը առաջ է շարժվում գնդակով Փոխանցում դեպի կենտրոն Զանյան եւ հարված, սակայն այս անգամ էլ կարողացավ փայլել Manchester City դարպասապահը Փոխանցում են կատարում դեպի Վարդանյանի ուղղությամբ Պողոսյանն է գնդակով, Պողոսյանը շարժվում է առաջ Պողոսյանը փոխանցում է կատարեց դեպի կենտրոնական հարձակվողին եւ Պողոսյանի մոտ է նորից գնդակը եւ տեսնենք ինչ տեսնենք այս դրական Պողոսյան հարված եւ գոլ կարողանում է գրավել դարպասը Պողոսյանը շատ ճիշտ գրոհ են կարողանում զարգացնել Պողոսյանը եւ իր թիմակիցները եւ գոլի հեղինակն է դառնում Պողոսյանը իսկ գոլային փոխանցման հեղինակ դարձավ այս բայ դրությամբ Սարգսյանը Զանյանը սկսած նորից խաղը արդեն կենտրոնական գծից փոխանցումներ են կատարում արդեն խաղի ընթացքը բավականին ոնց հասկանում է պասի վիճակում է գտնվում կարողանում է Գալգաթյանը խլել գնդակը Հայրոյանի մոտ է գնդակը Մարսելի ֆուտբոլիստները շարժվում են առաջ փոխանցում դեպի Զանյանը Զանյան եւս մեկ անգամ Զանյանը հրաշալի հարվածի հեղինակ է դառնում սակայն չի կարողանում նորից գրավել դարպասները Վրիպում է եւս մեկ անգամ սկսել է արդեն Manchester City-ն իր խաղը Պողոսյանը փոխանցում կատարում սակայն անհաջող է տեղի ունենում փոխանցումը գնդակը գտնվում է 88 համարի մոտ եւ չկարողացան հաջող փոխանցում կատարել Մարսելի ֆուտբոլիստները սակայն եզրային նետումի իրավունք են վաստակում նրա Վարդանյանը կիրացնի եզրային նետումը Վարդանյանը հանդես է գալիս 6 համարի մարզաշապիկով Փոխանցումը կատարվեց նորից Վարդանյանի մոտ է գնդակը Վարդանյանը հետ փոխանցում է կատարում դեպի Մանուկյանը փորձում է կենտրոն փոխանցել դեպի գնդակը սակայն այդքանը հաջող չի ընթանում եւ հարված ենք տեսնում այստեղ սակայն կարողանում են խլել գնդակը Manchester City ֆուտբոլիստները նորից Մարսելի մոտ է գնդակը եւ դուրս եկավ գնդակը խաղի սահմաններից դուրս Manchester City-ն վաստակեց եզրային նետումի իրավունք Պողոսյանի մոտ է գնդակը Զանյանի սխալ փոխանցում է կատարում Զանյան եւ նորից չի կարողանում Զանյանը գրավել դարպասները վրիպում է նորից եւս մեկ անգամ նպաստավոր դիրք ուներ բավականին սակայն չկարողացավ գրավել դարպասները Սիլայի մոտ է գնդակը Սիլան փոխանցում է կատարում դեպի Պողոսյանը դեպի փոխանցում կատարեց Գիգոլյանը Գիգոլյան նորից Գիգոլյանի մոտ է գնդակը եւ այստեղ կարողանում են Մարսելի ֆուտբոլիստները ճիշտ պաշտպանվել Եվ Հայրոյանը դուրս է հանում գնդակը դաշտի սահմաններից եւ ներկայությամբ անկյունայինի հարված իրավունք են վաստակում Manchester City ֆուտբոլիստները սակայն առաջարկում են Պողոսյանի մոտ է գնդակը շարժվում է առաջ Ալավարդյանը փոխանցում է կատարում Սիլային չկարողացավ հասնել գնդակը Զանյանը խլեց ներկայությամբ նորից գնդակը գտնվում է Manchester City ֆուտբոլիստների մոտ Սիլայի մոտ է գնդակը Սիլյան փոխանցում է կատարում Գիգոլյանի մոտ է գնդակը փոխանցումը դեպի Պողոսյանը եզրով շարժվում է առաջ փոխանցում է կատարում դեպի կենտրոն եւ տեսնենք ինչ կկատարվի այստեղ հարված եւ եւս մեկ գոլի հեղինակ են դառնում Manchester City-ի ֆուտբոլիստները գոլի հեղինակը դարձավ Ալավարդյանը իսկ փոխանցման հեղինակը եւս մեկ անգամ կարողանում է դառնալ Սահակյանը
կներեք, Զանյանը նորից սկսեց խաղը դաշտի կենտրոնական հատվածից, Վարդանյանի մոտ է գնդակը, Վարդանյանը փորձում է միանգամից փոխանցում կատարել դեպի կենտրոն, սակայն չի հաջողվում։ 4 համարի մոտ է գնդակը ներկայությամբ, փոխանցում հետ դեպի դարպասապահին, դարպասապահը շարժվում է առաջ գնդակով, տեսնենք թե ինչ կատարի նա այժմ, փոխանցում դեպի Սիլային, փոխանցումը տեղափոխվեց Գիգոլյանի մոտ, Գիգոլյան փոխանցում դեպի Պողոսյան, Պողոսյանը դեպի փոխանցումը կատարեց Ալավարդյանի ուղղությամբ, տեսնենք ինչ կիրականացնել այս դրվագում, Գիգոլյանի մոտ է նորից գնդակը, տեսնենք դեպի կենտրոն փոխանցում եւ այստեղ հարված եւ դարպասը ձողին է կպտում գնդակը եւ դուրս է գալիս այս դաշտի սահմաններից դուրս, փոխանցումը սկսեց արդեն Մարսելը խաղը եւ վերջ առաջի տայմը առաջին խաղակեսը վերջացավ եւ այժմ արդեն կսպասենք թե ընդմիջումից հետո կտեսնենք թե երկրորդ խաղակեսում ինչ դիտարժան պայերի ականատես կլինենք եւ խաղը ինչ ձև կընթանա։ Հարգելի ֆուտբոլիստներ, մենք վերադարձանք եւ հիմա կդիտենք Մարսելի եւ Մանչեսթեր Սիթիի ֆուտբոլային հանդիպման երկրորդ խաղակեսը Մարսելը սկսել է բավականին ակտիվ խաղը, Նարեկ Իսկանդարյանի մոտ է գնդակը փոխանցում դեպի Հայրոյան եւ չի կարողանում Հայրոյանին ընդունել գնդակը, Պողոսյանի մոտ է գնդակը փոխանցում դեպի Ալավերդյանը, նորից Պողոսյան, տեսնենք թե այս խաղակեսում ինչ նպաստավոր պայեր կլինեն, ինչ դիտարժան պայերի ականատես կլինենք մենք, խաղի տեմպը ոնց հասկանում եմ մի փոքր ընկավ երկրորդ խաղակեսում, փոխանցումներ են կատարում բավականին հանգիստ Մանչեսթեր Սիթիի ֆուտբոլիստները, Ալավերդյանի մոտ է գնդակը Ալավերդյանը շարժվում է առաջ, փոխանցում է կատարում դեպի դարպասապահի ուղղությամբ եւ դարպասապահը չի կարողանում հաջող փոխանցում իրականացնել եւ եզրային նետումի իրավունք են վաստակում Մարսելի ֆուտբոլիստները, փոխանցում դեպի Վարդանյանի, Վարդանյանը փոխանցում է կատարում դեպի կենտրոն եւ այստեղ Զանյանը չի կարողանում հասնել գնդակին։ Մարսելը եւս կարողանում է ունենալ բավականին նպաստավոր պայեր, սակայն նրանց մոտ ինչպես հասկանում եմ մի փոքր խնդիր կա հարվածների ավելի ճիշտ իրացմանը եւ տեսնենք ինչ կարողանան անել նրանք այսօր ներկայությամբ խաղը 3-0 հաղթանակ են տանում Մանչեսթեր Սիթիի ֆուտբոլիստները, փոխանցումը դեպի փոխանցումն է կատարում Մանչեսթեր Սիթիի ֆուտբոլիստները, Պողոսյան 9 համարի խաղացողի մոտ է գնդակը, փոխանցում դեպի Սիլա փոխանցումները կատարում բավականին ճշգրիտ, տեսնենք ինչ կտեսնենք այս դրվագում, փոխանցում դեպի կենտրոն, Ալավերդյանը չի կարողանում ընդունել գնդակը, Հայրոյանը նույնպես եւ այստեղ մնում է գնդակը Մանչեսթեր Սիթիի ֆուտբոլիստների մոտ, Սիլայի մոտ է գնդակը, Սիլան հետ փոխանցում է կատարում դեպի դարպասապահի ուղղությամբ, Մանչեսթեր Սիթին բավականին ինքնավստահություն ունի արդեն այս խաղում, քանի որ 3-0 հաղթանակ են տանում ներկայային դրությամբ, սակայն ամեն ինչ դեռևս կարող է փոխել, Պողոսյանն է շարժվում առաջ, փոխանցում են կատարում 6 համարի մարզպիկով ֆուտբոլիստի մոտ է գնդակը, Հայրոյանը վերցնում է գնդակը, փոխանցում դեպի Նարեկ Իսկանդարյանի ուղղությամբ եւ այստեղ Նարեկ Իսկանդարյանը չի կարողանում հաջող փոխանցում իրականացնել, հակագրոհի ականատես կլինենք հիմա ներկայային դրությամբ 9 համարի ֆուտբոլիստի մոտ է գնդակը Պողոսյանը փոխանցումը կատարում դեպի կենտրոն Եվ նորից Պողոսյանի մոտ է գնդակը, Նարեկ Իսկանդարյանը կարողացավ հաջող խլում իրականացնել Պողոսյանից, Զանյանի մոտ է գնդակը Հայրոյան եւ Հայրոյանը չի կարողանում ճիշտ ընդունել գնդակը։ Սիլայի մոտ է գնդակը, դեռևս շարունակում է գնդակը դուրս չեկավ հայ սահմաններից։ Ալավերդյանի մոտ է գնդակը, փոխանցում դեպի կենտրոն, Պողոսյանի մոտ է գնդակը ներկայայի դրությամբ եւ Գիգոլյանը շարժվում է առաջ, Սիլայի մոտ նորից գնդակը, փոխանցումներ են կատարում բավականի խաղի տեմպը երկրորդ խաղակեսում ընկել է։ Այստեղ Հայրյանը փորձում էր խլել գնդակը, սակայն չկարողացավ։ Հայրյանը շարժվում է առաջ, փոխանցում է տալիս դեպի Գիգոլյան։ Եվ Գիգոլյանը կարողանում է անցում իրականացնել, փոխանցում դեպի Ալավերդյանի ուղղությամբ։ Փոխանցումը դեպի 9 համարի ֆուտբոլիստը Փոխանցում դեպի Պողոսյան հարված եւ տեսնենք եւ այստեղ կարողանում է կրկին Մարսելի դարպասապահը փրկել դարպասները եւ գոլի հեղինակ է դառնում 6 համարի ֆուտբոլիստը։ Սարգսյանը կարողացավ հիանալի գոլի հեղինակ դառնալ, այս պայծությամբ խաղի հաշիվը ընդլայնվում է եւ դառնում է 4-0 օգուտ Մանչեսթեր Սիթիի թիմի։ Փոխանցում դեպի
կենտրոնային փորձում կատարել Մարսելի ֆուտբոլիստները, սակայն Մանչեսթեր Սիթին կարողացավ խլել գնդակը, Ալավերտյանի մոտ է գնդակը Սալիմ փոխանցում դեպի Պողոսյանը նորից շարժվում է առաջ եւ 9 համարի ֆուտբոլիստի մոտ է գտնվում գնդակը Սահակյանի փոխանցում դեպի հետ Պողոսյան բավականին նպաստավոր դիրքում են գտնվում եւ չկարողացավ Պողոսյանը հաջորդ անցում իրականացնել այս անգամ Մարսելի ֆուտբոլիստներն են գնդակով շարժվում առաջ եւ այստեղ նորից սխալ փոխանցման հեղինակ են դառնում Մարսելի ֆուտբոլիստները եւ կորցնում են գնդակը Պողոսյան շարժվում է առաջ Պողոսյանը փոխանցման հեղինակ է դառնում Ալավերտյանի մոտ է գնդակը Ալավերտյան կտեսնենք հարված այս դրգոն թե ոչ այո եւ հարվածում է եւ նորից կարողանում է Մարսելի դարպասապահը փրկել խաղի իրավիճակը եւ եւս մեկ վերահաս գոլից փրկում է Մարսելի թիմին փոխանցում են կատարում փոխանցումների ճշգրտությունը այդքան էլ լավ վիճակում չի գտնվում Մարսել թիմի կազմում ներկայությամբ Մանչեսթեր Սիթին սկսել են հանգիստ խաղարկել գնդակը ունեն մեծ առավելություն այս խաղում հաղթանակ կորզելու համար, սակայն դեռևս ամեն ինչ կարող է փոխվել 9 համարի խաղացողի մոտ է գնդակը փոխանցում սակայն փոխանցումը այդքան էլ հաջող չիրականացավ գնաց դեպի դարպասները եւ դարպասապահը որսած գնդակը Ալավերտյանի մոտ է գնդակը Մանչեսթեր Սիթին ակնհայտ առավելություն ունի գնդակի տիրապետման հարցում Պողոսյանը շարժվում է գնդակով առաջ փոխանցում են կատարում Պողոսյան հարված եւ այստեղ փոխանցման հեղինակ է դառնում եւ գոլ է հեղինակ է դառնում Սարգսյանը Գասպայդրի փոխարինումներ են հիմա տեղի ունենում Գաբրիելյանը եւ Բաղրամյանը մտնում են դաշտ 8 համարի ֆուտբոլիստը եւ 7 համարի ֆուտբոլիստները մտնում են դաշտ եւ նաեւ 18 համարի ֆուտբոլիստները փոխարինվում Արդեն Մարսելը գտնում է բավականին վատ իրավիճակում, քանի որ ունեն ներկայությամբ 5 բաց թողած գնդակ եւ չեն կարողանում եւ դժվար կլինի իրենց համար այդ գնդակների առավելությունը հետ բերել եւ Մարսելը շարժվում է դեպի առաջ հարված եւ այստեղ հարվածը շեղ է ընթանում դարպասներից բավականին հարված կլինի դարպասից Այսօր Մանչեսթեր Սիթին կարողանում է հիանալի խաղով հանդես գալ, փոխանցում են կատարում դեպի կենտրոն, սակայն Մարսելի ֆուտբոլիստները կարողանում են խլել գնդակը առաջ է շարժվում Մարսելի պաշտպանը, այստեղ կարողանում են Մարսելի ֆուտբոլիստները պահել գնդակը, Հայրոյանի մոտ է գնդակը, սակայն չեն կարողանում ճիշտ փոխանցում իրականացնել, Սիլայի մոտ է գնդակը, Սիլան փոխանցում է կատարում դեպի 8 համարի ֆուտբոլիստը, 8 համարի ֆուտբոլիստը դեպի Գիգոլյանին փոխանցում գնդակը Եվ այստեղ բավականին հանգիստ կարելի ասել Մանչեսթեր Սիթին ներկայությամբ խաղ է վարում, քանի որ ունեն ակնհայտ խոշոր առավելություն իսկ Մարսելի մոտ դեռևս գրողները ավելի ճշգրիտ չեն ստացվում երկրորդ խաղակեսի համար, այստեղ չկարողացավ կասեցնել գնդակը ներկայությամբ 18 համարի ֆուտբոլիստը հարված կլինի Մարսելի Պաշտպանած դարպասից Նարեկ Իսկանդարյանը փոխանցում է կատարում դեպի կենտրոն, Զանյանը կարողանում է ընդունել գնդակը, Հայրոյանի մոտ է գնդակը, Հայրոյանը չկարողացավ պահել իր մոտ գնդակը, փոխանցումը դեպի Գաբրիելյան, Գաբրիելյան առաջ է շարժվում, փոխանցումը չկարողացավ հաջող իրականացնել դեպի Պողոսյանը եւ այստեղ գնդակը դուրս եկավ նորից խաղի սահմաններից եւ Մանչեսթեր Սիթի թիմը վարձակեց անկյունային հարվածի իրավունք։ Տեսնենք նորից կխաղարկեն գնդակը, այո նորից խաղարկեցին Գաբրիելյանի մոտ է գնդակը Գաբրիելյան կարողանում է հիանալի անցում իրականացնել Պողոսյան եւ այստեղ կարողացան Մարսելի ֆուտբոլիստները գերազանց խլում իրականացնել Նորից խաղը կսկսեն դարպասից Մարսելի ֆուտբոլիստները փոխանցում դեպի կենտրոն, սակայն նորից հաջող փոխանցում չկարողացան իրականացնել Մարսելի ֆուտբոլիստները եւ Մանչեսթեր Սիթին առավել հանգիստ է սկսում վարել խաղը եւ փորձում է ավելի հանգիստ խաղ իրականացնել խաղի ընթացքը այդպես պահել։ Շարժվում են առաջ Մանչեսթեր Սիթիի ֆուտբոլիստները 18 համարի մոտ է գնդակը 8-րդ համարի խաղացողն է ներկայային փոխանցում դեպի կենտրոն եւ այստեղ Պողոսյանի մոտ է գնդակը հարված եւ այս նպաստավոր դիրքից չկարողացավ հարված կատարել ճշգրիտ Պողոսյանը ակնհայտ ավելի շատ պայեր են ունենում երկրորդ խաղակեսում Մանչեսթեր Սիթիի ֆուտբոլիստները փոխանցումը նորից չկարողացան ճիշտ իրականացնել Մարսելի ֆուտբոլիստները հիմա Մանչեսթեր Սիթին շարժվում է առ փոխանցում դեպի Պողոսյանի ուղղությամբ 18 համարի խաղացողի մոտ է գնդակը ներկայային
Փոխածո դեպի Պողոսյան հարված եւ բավականին շեղ ընթացավ ներկայությամբ հարվածը եւ նորից Պողոսյանը գտնվում էր նպաստավոր դիրքում, սակայն չկարողացավ գրավել դարպասը։ Նարեկ Իսկանդարյանը նորից փոխանցում է կատարում դեպի առաջ, նորից չեն կարողանում հաջող իր փոխանցման հեղինակ դառնալ, սակայն 5 համարի ֆուտբոլիստը կարողանում է վերադարձնել գնդակը, Սիլան թողնում է գնդակը խլելու փոխարեն թողնում է դարպասապայի ուղղությամբ, որպեսզի շարժվի, Սիլայի մոտ է գնդակը, Սիլան փոխանցում կատարեց, նորից Եվ այստեղ հանգիստ խաղի ականատեսնից լինում արդեն կարելի ասել, քանի որ Manchester City-ն ունի ակնհայտ առավելություն եւ այսպես ասած փորձում է ուժեր խնայել եւ այստեղ City-ն այլևս շտապելու կարիք չունի, քանի որ ունի ակնհայտ շատ խոշոր առավելություն, իսկ Մարսելի համար արդեն բավականին գրեթե անհնար կլինի հետ բերել խաղի ընթացքը, քանի որ ժամանակն էլ հնարավոր է արդեն ֆիզիկապես չհերիքի Եվ այստեղ հարված կտեսնենք, թե ոչ խափում է ֆուտբոլիստը Մարսելի, սակայն Մարսելի մոտ է հիմա գնդակը Մարսելը շարժվում է առաջ, փոխանցումը կատարվում է դեպի Զանյա, սակայն Զանյանը չկարողացավ հասնել գնդակին, փոխանցումը այդքան էլ նպաստավոր չէր, նորից Մարսելի մոտ է գնդակը, Մարսելը հիմա կփորձի ավելի ճշգրիտ հարձակում իրականացնել, Հայրոյանը հետ փոխանցում է կատարում 88 համարի խաղացողի մոտ է գնդակը, սակայն չեն կարողանում հաջող Փոխանցումներ նորից իրականացնել, փոխանցում են Manchester City ֆուտբոլիստների, Manchester City ֆուտբոլիստների մոտ է գնդակը 20 համարի խաղացողը ներկայությամբ փոխանցում է կատարում եւ կտեսնենք Բարսի փոխանցում, այստեղ հարված եւ հարվածը մի փոքր էր բաժանում, որպեսզի գոլը հարձանագրվեր։ Հենք ներկայությամբ կլինի հարված նորից որպեսզի Նարեկ Իսկանդարյանը փոխանցում է դեպի կենտրոն գնդակը Զանյանի մոտ է գնդակը Զանյանը փոխանցեց գնդակը Հայրոյանին տեսնենք Հայրոյանը ինչ կիրականացնի այս պահում չի կարողանում հաջող ոչ փոխանցում ոչ էլ հարված իրականացնել 18 համարի մոտ է գնդակը 18 համարը Մարտաշապիկը ֆուտբոլիստը շարժում առաջ Գաբրիելյանն շարժվում առաջ փոխանցում է կատարում սակայն այդքան էլ հաջող չընթացավ եւ 18 համարի ֆուտբոլիստը չկարողացավ հասնել գնդակին Մարսելի 5 համարի խաղացողի մոտ է ներկայությամբ գնդակը Եվ նորից հաջող փոխանցում չեն կարողանում իրականացնել, փոխանցումների ճշգրտության խնդիր կա հարված եւ այստեղ կարողանում է Մարսելի դարպասապահը նորից փրկել, այսօր արդեն բազմաթիվ սեյվերի հեղինակ է կարողանում դառնալ, սակայն թիմը այդքան էլ հաջող չի գալի այսօր, Հայրյանն շարժում գնդակի ոսությամբ, Սիլան նորից խլում է գնդակը եւ փոխանցումների ենք ականատես լինում, արդեն Manchester City-ն Գրեթե ամբողջությամբ հանգստացրել է խաղի ընթացքը եւ ոչ մի սպառնալիք արդեն բավականին ժամանակ է չի հանդիպում Manchester City դարպասը այստեղ արդեն նորից հարված է եւ այս անգամ հարվածը չկարողացավ ճիշտ ընթանալ անգամ դարպասներին չհասավ կարողացան Մարսելի պաշտպանները ճիշտ Փակել հարվածի ճանապարհը Մարսելի ֆուտբոլիստներն են գնդակով առաջի շարժում 88 համարի Մարտաշապիկը ֆուտբոլիստը եւ այստեղ չկարողացավ նորից ճշգրիտ փոխանցման հեղինակ դառնալ Այստեղ Մարսելի ֆուտբոլիստները վաստակում են եզրային նետումի իրավունք տեսնենք ով կիրացնի եզրային նետումը Հայրյանը մոտ է գնդակը Հայրյանը տեսնենք փոխանցի 88 համարի Մարտաշապիկը ֆուտբոլիստները փոխանցում Հայրյանը փոխանցում է դեպի կենտրոն այո այստեղ Սիլան կարողանում է հեռացնել գնդակը իրենց կիսադաշտի այստեղ Պողոսյանը կարողանում է հիանալի խլման հեղինակ դառնալ անցում է կատարում եւ այստեղ մի փոքր էր բաժանում որպեսզի կարողանար հասնել եւ հարված իրականացնել սակայն չկարողացավ Նարեկ Իսկանդարյանի մոտ է գնդակը Նարեկ Իսկանդարյանը շարժվում է առաջ եւ փոխանցում դեպի հարձակվողություն եւ Զանյանը կարողանում է գրավել դարպասը բավականին լավ գրող են կարողանում զարգացնել Մարսելի ֆուտբոլիստները եւ վերջապես կարողացան մեկ գնդակի առավելությամբ հետ գալ այսպես ասած խաղ Manchester City-ն մեկ անգամ Manchester City դարպասը մեկ անգամ գրավում են Մարսելի ֆուտբոլիստները Զանյանը կարողանում է հիանալի գոլի հեղինակ դառնալ եւ ընդհանրապես կարողանում են լավ գրող ձեռնարկել այս անգամ դարպասապահը 2 օգու կարողանում է անցնել Պողոսյանի մոտ է գնդակը հակագրոհի են անցնում սակայն չկարողացան անհաջող փորձ իրականացրեցին Մարսելի ֆուտբոլիստների մոտ է նորից գնդակը Եվ եզրային նետում կիրականացնեն Մարսելի ֆուտբոլիստները Փոխանցում դեպի 88 համարի Մարտաշապիկը ֆուտբոլիստին Հետ փոխանցում դեպի դարպասապահը Փոխանցում դեպի Նարեկ Իսկանդարյանին Նարեկ Իսկանդարյանը տեսնենք ինչ կանի
Արդեն բավականին քիչ ժամանակ է մնացել խաղի ընթացքին։ Նարեկ Իսկանդարյանը փորձում է դեպի առաջ փոխանցում կատարել արդեն մրցակցի Տուգանային հրապարակ, սակայն չի կարողանում հաջող իրականացնել։ Էլ Manchester City-ի ֆուտբոլիստները կարողանում են գերազանց փակել գնդակի ճանապարհը։ Հայրյանի մոտ է գնդակը փոխանցումները խաղում են։ Պողոսյանը կարողացավ փոխանցման ճանապարհը փակել եւ տեսնենք ինչպեսի հակագրոհի ակնատես կլինենք։ Մենք շարժվում են առաջ Manchester City-ի ֆուտբոլիստները փոխանցում են կատարում եւ Manchester City-ի խաղացողների մոտ ավելի շատ է փոխանցման ճշգրտությունը ակնհայտ տարբերվում է Մարսելի խաղացողների փոխանցման ճշգրտությունից եւ այստեղ տեսնենք ինչ կանեն եւ կարողանում է Մարսելի ֆուտբոլիստները խլել գնդակը փորձում են առաջ շարժվել սակայն Սարգսյանը կարողանում է գնդակը պահել Manchester City-ի մոտ Սարգսյանի մոտ է նորից գնդակը կարողանում են նորից փակել գնդակի ճանապարհը եւ Տուգանային հարվածը իրավունքյան Տուգանային հարվածը տեղի ունենում կարծես թե Manchester City-ի ֆուտբոլիստն է խախտել խաղի կանոնները տեսնենք թե ինչ է պատահել Մարսելի ֆուտբոլիստի հետ եւ տեսնենք թե արդեն որ Manchester City-ն թե Մարսելը կիրականացնի Տուգանային հարվածը Ինչպես հասկացանք Մարսելի ֆուտբոլիստներ խախտել խաղի կանոնները, սակայն եւ Manchester City-ն բավականին նպաստավոր դիրքից կարող է իրականացնել Տուգանային հարվածը եւ նաեւ կարող են փոխանցում կատարել եւ փոխանցման եւ հարվածի համար բավականին նպաստավոր դիրքում է գտնվում գնդակը Գաբրիելյանն է մոտիկացել Տուգանային հարվածը իրականացնելու համար տեսնենք թե ինչ որոշում կկատարի նա փոխանցում կկատարի թե հարված կկատարի Եվ կարելի ասել վերջին րոպեներին խաղի ականատեսներին Գաբրիելյանը փոխանցումն է նախընտրում եւ փոխանցումը իրականացնում, սակայն չեն կարողանում հաջող փոխանցել։ Մոզանյանը շարժվում է դեպի առաջ, Զանյան հարված եւ այստեղ Մարսելի եւ այստեղ Manchester City-ի դարպասապակ կարողանում է հրաշալի սեյվի հեղինակ դառնալ։ Manchester City-ի ֆուտբոլիստները չկարողացան խլել գնդակը եւ մնաց Մարսելի ֆուտբոլիստների մոտ, սակայն չկարողացան հաջող փոխանցումներ իրականացնել Մարսելի ֆուտբոլիստները։ Հարված դարպասից եւ փոխանցում են կատարում բավականին հանգիստ ընթացք են տալիս խաղին Manchester City-ի ֆուտբոլիստները ցանկանում են ավելի շատ ուժերի հանգստությունը պահպանել Շարժվում է առաջ 18 համարի ֆուտբոլիստը հարված եւ այստեղ եւս մեկ անգամ կարողանում են Manchester City-ի ֆուտբոլիստները գրավել դարպասը եւ այս պայդրությամբ գոլի հեղինակ է դառնում Վարդանյանը։ Եվ կարող եմ արդեն հստակ ասել, որ խաղի ժամանակին քանի որ քիչ է մնացել եւ Մարսելը չի կարողանա արդեն 5 գնդակի առավելություն հետ բերել եւ արդեն City-ն հստակ ունի իր 3 միավորը նաեւ այս խաղի շրջանակներում հիշեցնեմ թմերի տեղը ներկայացում Մարսելի մոտ է գնդակը սակայն Մարսելը նորից չի կարողանում ճիշտ գրոհ իրականացնել շարժվում են առաջ Manchester City-ի ֆուտբոլիստները փոխանցում դեպի եզրային խաղացողին, սակայն չհաջողվեց Նարեկ Իսկանդարյանը փոխանցում է կատարում դեպի առաջ, Հայրյանի մոտ է գնդակը, Հայրյանը փոխանցում դեպի 9 համարի ֆուտբոլիստին եւ այստեղ չեն կարողանում հաջող իրականացնել հարված կամ գոնե կամ այսպես ասած ընդունել գնդակը Հիշեցնեմ, որ թմերը գտնվում է Manchester City-ին գտնվում է 4-րդ հորիզոնականում 10 խաղից ունենալով 7 հաղթանակ, 1 ոչ ոքի եւ 2 պարտություն, իսկ Մարսելը գտնվում է 16 հորիզոնականում 8 խաղից ունի 1 հաղթանակ, 1 ոչ ոքի եւ 6 պարտություն։ Շարժվում են առաջ Մարսելի ֆուտբոլիստները, Զանյանի մոտ է գնդակը, Զանյան հարված եւ այստեղ կարողանում է Manchester City-ին հոյակապ պաշտպանել իրենց դարպասները եւ անգամ դարպասապահին գործը չի հասնում։ Հայրյանը կարողանում է խլում իրականացնել, սակայն դուրս է գալիս գնդակը խաղի դաշտի սահմաններից։ Եզրային նետումը իրականացնում Manchester City-ի ֆուտբոլիստները, Սարգսյանի մոտ է գնդակը եւ հանգիստ փոխանցումներ են կատարում, այստեղ հիանալի փոխանցման հեղինակ են դառնում Manchester City-ի ֆուտբոլիստները, սակայն մի փոքր ուժգին էր ավելի փոխանցումը իրականացվել, այստեղ Մարսելի ֆուտբոլիստները չկարողացան ճշգրիտ գրող զարգացնել
Հիշեցնեմ խաղի ներկայությամբ հաշիվը 6-1 է եւ ակնհայտ հստակ կարող եմ ասել, որ այս խաղը կվերջանա Manchester City-ի հաղթանակով, սակայն դեռևս կարող է Մարսելը մի քանի գնդակ հետ բերել, որպեսզի ավելի նպաստավոր հաշվով պարտություն կրի։ Գաբրիելյանի մոտ է գնդակը Գաբրիելյանը փոխանցում է կատարում դեպի 18-ամյա մարզաշապիկով ֆուտբոլիստին Նույն տեսնենք ինչ կանեն այս դրվագում, փոխանցում դեպի Սարգսյանը գերազանց փոխանցման հեղինակ է դառնում, կարողանում են ճշգրիտ փոխանցումներ իրականացնել Manchester City-ի ֆուտբոլիստները եւ ճշգրիտ խաղարկումներ իրականացնում Սարգսյանի մոտ է գնդակը Սարգսյան փոխանցում դեպի 18-ամյա մարզաշապիկով ֆուտբոլիստը եւ այստեղ կարողանում է Մարսելի դարպասապահը նորից փրկել խաղը եւ չընդունել վերահաս գոլից, որտեղ գտնվում էին շատ նպաստավոր իրավիճակում։ Պողոսյանի մոտ է գնդակը հանգիստ փորձում է տեմպը դադարեցնել խաղի, Գաբրիելյանի մոտ է գնդակը Գաբրիելյանը տեսնենք ինչ կանի, փոխանցում է իրականացնում դեպի հետ Պողոսյանը, Հայոյանը փորձում է խլել գնդակը, սակայն չհաջողվեց, Սարգսյանի մոտ է գնդակը, Սարգսյանը հանգիստ փոխանցման հեղինակ է դառնում եւ արդեն գրեթե լրիվ ընկել է խաղի ընդհանուր տեմպը, քանի որ ականատես ենք լինում արդեն խաղի վերջին րոպեներին, Գաբրիելյանի մոտ է գնդակը Manchester City-ի համար այս հաղթանակը իրոք կարևոր նշանակություն կարող է ունենալ 3 միավորի վաստակումը շատ կարևոր կարող է լինել նրանց համար 4-րդ հորիզոնականում են նրանք հիմա գտնվում եւ կարող են շրջանցել 3-րդ հորիզոնականի թմին, եթե նմանատիպ կերպով պահեն իրենց խաղերի ընթացքը եւ այսպես հաղթանակների շատ շարք ունենան Իսկ Մարսելը գտնվում է ներկայությամբ, քանի որ 16-րդ հորիզոնականը եւ նրանց համար եւս կարող էր 3 միավորը ավելի մեծ որոշում տալ, քանի որ նրանց միավորները բավականին քիչ են եւ նրանք կարողանային գոնե դուրս գալ եւ մի քանի թմի շրջանցել իրենց տեղը զիջային մի քանի թմեր Մարսելին այստեղ Գաբրիելյանի մոտ է գնդակը բավականին հանգիստ արդեն ընթանում Manchester City-ի ֆուտբոլիստը կարծես թե փորձում էր հարված իրականացնել, սակայն հաջող չընթացավ, կարողացան Մարսելի ֆուտբոլիստները պայել հարված եւ եւս մեկ հիանալի գոլի հեղինակ են դառնում Manchester City-ի ֆուտբոլիստները, այս ժամանակ գոլի հեղինակ դարձավ Բաղրամյանը։ Եվ արդեն խաղի հաշվը դարձավ 7-1 օգուտ Manchester City-ի Կարելի ասել Մարսելի ֆուտբոլիստներն էլ արդեն ավելի հանգիստ տեմպ են պահպանում խաղի, քանի որ ակնհայտ անհնար է հաղթել այս խաղում եւ նորից փոխանցումների ճշգրտությունը այդքան էլ բարձր տոկոսային հարաբերության մեջ չի մտնում սխալը ճիշտից եւ նորից եւս մեկ գոլի հեղինակ են դառնում Manchester City-ի ֆուտբոլիստները անկյունային հարված իրավունք են վաստակում Manchester City ֆուտբոլիստները կներեք ես սխալվեցի ինձ թվաց գոլի հեղինակ դարձան այստեղ փոխանցումներ են կատարում մեկը մյուսին փոխանցում դեպի Գաբրիելյանին Գաբրիելյանը փոխանցում է կատարում դեպի Սարգսյանի ուղղությամբ հանգիստ փոխանցումներ են իրականացնում խաղի տեմպը բավականին ընկել է եւ գնդակը ակնհայտ առավելություն ունի մնալու Manchester City ֆուտբոլիստի մոտ Սարգսյանը այստեղ սխալվում է Մարսելի ֆուտբոլիստները շարժվում են առաջ Զանյանի մոտ է գնդակը Զանյանը հարված է կատարում եւ շեղեր նորից հարվածում դարպասից այստեղ արդեն գրեթե բոլոր ֆուտբոլիստները հանգիստ խաղ են ցուցաբերում եւ ոչ մեկը առավել եւս չի պատրաստվում ավելի մեծ ջանք եւ եռանդ դնել այս խաղի մեջ քանի որ այս խաղի ելքը արդեն ակնհայտ է Հարված կլինի դարպասից, փոխանցում դեպի կենտրոն, ավելի կոնկրետ մրցակցի գնային հրապարակ եւ այստեղ կարողանում են խլել Մարսելի ֆուտբոլիստները գնդակը, տեսնենք ինչ կանեն այս դրվագում 18 համարի ֆուտբոլիստը փոխանցում է խաղում, փոխանցումներ են կատարում Սարգսյանի Էրմիասին, հետ փոխանցում դեպի Պողոսյանը Պողոսյան շարժում է գնդակով առաջ փոխանցումների կարողացան ճշգրիտ իրականացնել, սակայն այն չկարողացան ճիշտ փոխանցումները շարունակել մեկը մյուսի հետևից, այստեղ չկարողացան նորից Մարսելի ֆուտբոլիստները վերցնել գնդակը եւ ճիշտ կարողանային կասեցնել, այստեղ արդեն նորից Manchester City-ի ֆուտբոլիստները կարողանում են խլել գնդակը եւ հեռացնում են դեպի խաղի սահմաններից դուրս, անկյունային հարված է վաստակել Մարսելի թիմը
Երկապային վստահ եւ վստահ հաղթանակի տանում Manchester City-ն։ Տեսնենք հանգինային հարվածը իրականացրեցին, սակայն Զանյանը նորից չկարողացավ իրականացնել հարված շատ ճիշտ բավականին նպաստավոր դիրքում էր նա գտնվում եւ չկարողացավ ռեալիզացնել իր հարվածը եւ գոլի հեղինակ դառնալ։ Դուբլ կձևակերպել այլ կերպ Զանյանը, վերջացավ խաղը, շնորհակալություն հարգելի ֆուտբոլասերներ խաղի համար, խաղը հաշիվը ընդհանուր եղավ 7-1 յոքր Manchester City-ի, խաղը շաբաթը Afel-ում ավարտվեց, կհանդիպենք մյուս շաբաթ։